Ինչ արել Սփյուռքը Հայաստանի համար վերջին 30 տարվա ընթացքում։ Մենք Սփյուռքը մշտապես ընկալել ենք որպես դրամապանակ, այսինքն նրանք փոխանցել են գումարը եւ մենք ասել ենք մենք ինչպես հարկն ենք համարում, այդ գումարը կծախսենք։ Եղել է իշխանությունների մեղավորությամբ գումարները հիմնականում վատնվել են կամ սեփական կարիքների համար են օգտագործվել, կամ սպասարկվել է սեփական, խմբային կամ ընտանեկան շահը։ Ամենակարևորը, ինչքան Սփյուռքը պետք է աջակցի Հայաստանի Հանրապետությանը, այնքան էլ Հայաստանի Հանրապետությունը պետք է աջակցի եւ նեցուկ լինի Սփյուռքին։ Ողջույն, այսօր կխոսենք Սփյուռքի եւ Հայաստանի մասին։ Ողջույն Սուրեն։ Ողջույն։ Ինչ արել Սփյուռքը Հայաստանի համար վերջին 30 տարվա ընթացքում։ Շատ կարևոր հարց է եւ հենց այս հարցի մեջ արտահայտվում են շատ խորը խնդիրներ, որոնք այս 30 տարիների ընթացքում միշտ արտահայտված են եղել մեր հասարակությունում։ Հասարակության մեծամասնությունը միշտ այդ հարցը տալիս է, թե ինչ է արել ընդհանրապես Սփյուռքը Հայաստանի համար, բայց շատ քչերն են տալիս այն հարցը, թե Հայաստանը ինչ է արել Սփյուռքի համար, որովհետև այս ողջ 30 տարիների ընթացքում մենք Սփյուռքը մշտապես ընկալել ենք որպես դրամապանակ, որտեղից միայն գումար ենք ակնկալել, ուրիշ որևիցե բան չենք ակնկալել որպես այդպեսին եւ անգամ չենք հանդուրժել նրանց կողմից վերահսկողություն, այսինքն նրանք փոխանցել են գումարը եւ մենք ասել ենք մենք ինչպես հարկն ենք համարում, այդ գումարը կծախսենք։ Դուք այլ որևիցե բանի հետ ըստ էության գործ չունեք եւ նաեւ հենց սա էր պատճառը, որ շատ տարբեր ժամանակներում տարբեր հսկայական կարողություն ունեցող մեր հայրենակիցները Սփյուռքում բնակվող դադարել են աջակցել։ Հսկայական հիմնադրամներ կան, որոնք որ դադարել են աջակցել Հայաստանի Հանրապետությանը։ Այսինքն կներեք, դուք ասում եք, որ դա եղել է պետության մեղքը, թե ավելի շատ ոնց որ մարդկանց աջակցությունը չի եղել։ Եվ բնականաբար այս պարագայում եղել է իշխանությունների մեղավորությամբ, որովհետև այդտեղ գումարները հիմնականում վատնվել են կամ սեփական կարիքների համար են օգտագործվել, կամ սպասարկվել է սեփական, խմբային կամ ընտանեկան շահը։ Շահագործել են դրա մեջ։ Բնականաբար դրա համար շատ կարևոր է, որ մենք Սփյուռքի հետ հարաբերությունները նայենք երկկողմանի, որտեղ ինչքան Սփյուռքը պետք է աջակցի Հայաստանի Հանրապետությանը, այնքան էլ Հայաստանի Հանրապետությունը պետք է աջակցի եւ նեցուկ լինի Սփյուռքին։ Հաստատ։ Հետևաբար այս կոնցեպտն է պետք ընդհանուր առմամբ փոխել։ Բայց իսկ ինչ վերաբերում է թե Սփյուռքը ընդհանրապես ինչ արել 30 տարիների ընթացքում, այդ ծրագրերը բազմաթիվ են, սկսած տարբեր անհատներից, հարյուրավոր, հազարավոր անհատներից, մինչև մեծ կազմակերպություններ։ Օրինակ 1991 թվականից սկսած, եթե չեմ սխալվում, AGB-ի կողմից հիմնադրվեց AGB-ի աջակցությամբ հիմնադրվեց ամերիկյան համալսարանը, որը ըստ էության յուրատեսակ դարպասներ էր արևմտյան կրթության տանող, արևմտյան կրթության դարպասներ էր յուրատեսակ, որը բավականին մրցունակ է, նույնիսկ այսօր կարելի է ասել, որ տարածաշրջանում ամենամրցունակ բուհերից մեկն է։ Յուրաքանչյուր ազգ իր պատմության ընթացքում ունենում է կարևոր մի պահ։ Հայաստանի համար այդ պահը եղավ 1991 թվականի սեպտեմբերի 21-ը, այն օրը, երբ երկիրը հռչակեց իր անկախությունը։ Նույն այդ օրը տեղի ունեցավ եւս մեկ կարևոր իրադարձություն։ Ամերիկյան համալսարանը Հայաստանում առաջին անգամ բացեց իր դռները։ Սակայն սկսենք սկզբից։ 1988 թվականին Հյուսիսային Հայաստանը ենթարկվեց ավերիչ երկրաշարժի, որի հետևանքով հազարավոր շենքեր ավերվեցին, եւ մարդկանց կյանքերը հիմնովին փոխվեց։ Երկու հայ-ամերիկացի ինժեներներ, դոկտոր Միհան Աբաբանը Հարավային Կալիֆոռնիայի համալսարանից եւ դոկտոր Արմեն Դեր Գյուրերյանը Կալիֆոռնիայի համալսարանի Բերկլիի մասնաճյուղից ժամանեցին Հայաստան, օգնություն ցուցաբերելու նպատակով։ Երբ նրանք շրջում էին ավերակների միջով, սկսեցին պատկերացնել աջակցության մի այլ տեսակ, այնպիսի աջակցություն, որը կենտրոնացած կլիներ վերակառուցման վրա, կրթության միջոցով։ Այնուհետև 1989 թվականին փետրվարի 26-ին դոկտոր Յուդի Սագուսի հետ զրույցի ընթացքում, ով Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի տնօրենն էր, ծնվեց Հայաստանում ամերիկյան ոճի համալսարան հիմնելու գաղափարը։ Հետագայում սկսվեցին հզոր համագործակցություններ, որոնք հիմք դրեցին ամերիկյան համալսարանի ստեղծմանը Հայաստանում։ Հայաստանի կառավարությունը համաձայնեց տրամադրել շենքը, նախկին կոմունիստական կուսակցության համագումարների դահլիճը, որը կառուցվել էր 1960-ական թվականներին եւ այսօր հայտնի է որպես գլխավոր շենք։ Կալիֆոռնիայի համալսարանը տրամադրեց ակադեմիական աջակցություն, ստորագրելով փոխըմբռնման հուշագիր, որով ապահովվում էր, որ համալսարանը պահպանի նույն բարձր չափանիշներն ու ակադեմիական որակը։
որոնցով հայտնի է Կալիֆոռնիայի համալսարանը։ Իսկ հայկական բարեգործական ընդհանուր միությունը Լուիս Մանուան Սիմոնի ղեկավարությամբ պարտավորվեց տրամադրել սկզբնական ֆինանսավորումը։ 1991 թվականին ամերիկյան համալսարանը Հայաստանում պաշտոնապես հիմնադրվեց դոկտոր Աբաբանի նշանակմամբ, որպես առաջին նախագահ, ինչպես նաև հզոր ակադեմիական թիմով, որի կազմում էին դոկտոր Արմեն Գյուրերյանը և դոկտոր Սթեն Կարամանը Կալիֆոռնիայի համալսարանի Իրվայնի մասնաճյուղից, որոնք համապատասխանաբար ստանձնեցին ինժեներական և բիզնեսի ու կառավարման ֆակուլտետների դեկանների պաշտոնները։ Այդ ժամանակ համալսարանը մեկնարկեց ընդամենը 3 մագիստրոսական ծրագրերով՝ երկրաշարժերի ինժեներիա, արդյունաբերական ինժեներիա և բիզնեսի կառավարում։ 1993 թվականին ամերիկյան համալսարանը նշեց իր առաջին շրջանավարտների ավարտը՝ 53 ուսանող, ինչը դարձավ ակադեմիական գերազանցության երկարատև ժառանգության կարևոր հանգրվան։ Այդ ժամանակվանից ի վեր համալսարանը շարունակաբար ընդլայնվել է։ Այսօր այն առաջարկում է բակալավրիատ և մագիստրատուրա ծրագրերի լայն շրջանակ, բազմաթիվ ոլորտներում։ Դրան պետք է ավելացնել անպայման նաև օրինակ Թուֆենկյանը։ Թուֆենկյանը ոչ միայն զարգացրեց լոկալ տուրիզմը Հայաստանում, այլ նաև յուրատեսակ կարծես մշակութային փոքրիկ օջախներ լինեն։ Նաև հենց Թուֆենկյանի միջոցով ըստ էության վերածնվեց գորգագործությունը Հայաստանում եւ այդ առումով հսկայական դեր է կատարում Թուֆենկյանը ոչ միայն որպես բիզնես, այլ նաև իր մշակութային կոմպոնենտով։ Պետք չէ մոռանալ նաև Էդուարդ Էրնիկյանին, մեր արգենտինահայ հայրենակից, ով հսկայական կարողության տեր էր եւ ում հանձնվեց կառավարման Զվարթնոց օդանավակայանը 30 տարով, հենց որի շնորհիվ նաև օդանավակայանը արդիականացվեց եւ համապատասխանեցվեց ժամանակակից չափանիշներին։ Օդանավակայանը եւս յուրատեսակ դարպաս է Հայաստանի համար, քանի որ յուրաքանչյուր մարդ, ով մուտք է գործում Հայաստան, Հայաստանի մասին առաջին տպավորությունը ըստ էության նա ստանում է հենց օդանավակայանից եւ հենց այդ առումով դա կարելի է համարել Հայաստանի օդային դարպասները։ My origins are traced to Armenia, where my parents were born. It is from there that they emigrated to Argentina in the early 20th century. Երևի թե չկա ոլորտ, որտեղ որ տարբեր մեր հայրենակիցների կողմից Սփյուռքում բնակվող ներդրումներ կատարված չլինեն։ Օրինակ կրկին Դիլիջանի դպրոցը, որը կառուցվել է Ռուբեն Վարդանյանի կողմից, Տաթևի ճոպանուղին եւս կառուցված Ռուբեն Վարդանյանի կողմից։ Իդեպ որպես բիզնես ծրագիր Տաթևի ճոպանուղին ամենևին էլ շահավետ չէ, բայց հենց այդ Տաթևի ճոպանուղու կառուցման շնորհիվ է, որ շրջակա գյուղերը բավականին ակտիվացել են, այնտեղ ներդրումներ են կատարվում, հյուրանոցներ են կառուցվել այդ ժամանակահատվածում, որը կրկին նշում եմ, որ բիզնես առումով այդքան շահավետ չէ, բայց դա ներդրում է, որը ըստ էության նպաստել է Հայաստանի տարբեր մարզերի կամ տարբեր համայնքների զարգացմանը, որոնք միջ այդ զարգացած չէին։ Սուրեն, իսկ այս մեծ ներդրումներից հետո ինչու Հայաստանը դեռևս ամբողջովին չի գնահատում այս Սփյուռքի արած աշխատանքը։ Դեք չի կարելի ասել, որ ընդհանրապես չի գնահատվել, բայց դրանք եղել են հատուկ դեպքեր կամ նույնիսկ ինչ որտեղ նաև ձևական։ Օրինակ Էդուարդ Էրնիկյանին շնորհվել է ազգային հերոսի կոչում, բայց օրինակ ես ուղղակի դա բերեցի որպես բացառիկ օրինակներից մեկը, բայց որպես այդպիսին ընդհանուր առմամբ միշտ Հայաստանի իշխանության եւ նրանց ներկայացուցիչների կողմից հիմնականում այդ միջոցները մսխվել են եւ ծառայել են սեփական, ընտանեկան կամ խմբային շահերին։ Այդ իսկ պատճառով նաեւ կապը խզվել է այդ մարդկանց հետ, ներդրումները սկսել են դադարել։ Դրա հերթական օրինակներից մեկը կարելի է հիշել Հայաստան համահայկական հիմնադրամի 2020 թվականին տեղի ունեցած դեպքը, երբ 100 միլիոնից ավել դոլար 100 միլիոն դոլարից ավել գումար էր հավաքվել եւ դրա վերաբերյալ չկար հաշվետվություն։ Հետո պարզեց, որ հիմնադրամի տնօրենը խաղադրույքներ է կատարել եւ մի խոսքով այսպեսի շատ տհաճ պատմություններ։ Սա եւս այն փաստի ապացույցն է, որ Սփյուռքի հետ հարաբերությունները երբեք չեն եղել ինստիտուցիոնալ եւ դրանք որպես այդպիսին հիմնականում Հայաստանի կողմից չեն ծառայեցվել Հայաստանի պետական շահերին, ազգային շահերին, դրանք հիմնականում ծառայեցվել են նեղ խմբային եւ ընտանեկան շահերին։ Իսկ ինչ պետք է անենք, որ խուսափենք այդ ամեն ինչից, որովհետև դա կարող է շատ վատ ազդեցություն թողնի Սփյուռքի վրա, եւ նամանավանդ այն մարդկանց վրա, որը ուզում են
ներդրում կատարեն։ Կարող է շատ պարզ պատասխան եմ տալիս, բայց դրա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանը համարժեք համապատասխան հայկական իշխանություն ունենալն է, որի միակ նպատակը սեփական, ընտանեկան կամ խմբային շահը սպասարկելը չի լինի, որից հետո նաև հնարավոր կլինի Հայաստան-Սփյուռք ինստիտուցիոնալ կապի մեխանիզմներ մշակել, համագործակցության մեխանիզմներ։ Բացի օգնությունը, բացի համագործակցությունը, նաև շատ կարևոր է, որ Սփյուռքը ներգրաված լինի Հայաստանում պետականաշինության մեջ։ Հիմնական ռեսուրսը դա կլինի ֆինանսական առումով, կլինի մտավոր եւ կլինի շատ այլ ոլորտներում գտնվում է Սփյուռքում։ Հետևաբար, եթե մենք ուզում ենք, որ Հայաստանը լինի համայն հայության պետությունը, հայրենիքը, ապա նաև Սփյուռքի մեր հայրենակիցներից ոչ միայն պետք է գումար խնդրել, աղերսել եւ նրանց դիտարկել որպես դրամապանակ, այլ պետք է որ նրանք ինստիտուցիոնալ մասնակցություն ունենան նաև Հայաստանում պետականաշինությանը, որտեղ կարող են եւ վերահսկել, միևնույն ժամանակ նաև որը շատ կարեւոր է, կրել պատասխանատվություն։ Սա է միակ ճանապարհը։ Այլ տարբերակ ուղղակի գոյություն չունի։ Կրկին անգամ խոսում եմ այն հսկայական մեծ ռեսուրսի մասին, որը Հայաստանը ըստ էության չի իրացրել։ Անդրադառնում ենք բազմաթիվ կարևոր առանցքային մեր հայրենակիցներին, մշակույթից սկսած մինչև բիզնես ներկայացուցիչներ։ Բայց այդ մարդիկ, ինչպես մենք կտեսնենք, որևիցե կապ Հայաստանի հետ, այդպես է, լինելով համաշխարհային մասշտաբի դերակատարներ, Հայաստանի հետ այդպես էլ որևէ կապ չհաստատեցին։ Եվ բնականաբար այստեղ մեղքը ամենևին էլ նրանցը չէր, որովհետև նրանք անգամ լինելով կոսմոպոլիտ մշակույթի կրող, ինչ որ մի փուլից դարձել են եւ սպասարկել են հայ ազգային շահը, փոխվել են, սպասարկել են հայ մշակույթը, ներկայացել են որպես հայ ամբողջ աշխարհին։ Այսինքն խնդիրը այնտեղ ամենևին այն չէ, որ նրանք չեն ուզել հայ լինել, միայն ազգանունն է եղել հայ։ Իրենք իրենց նույնականացրել են հայի հետ, նրանք հպարտացել են, որ հայ են, տարածել են հայ մշակույթը, բայց Հայաստանի հետ հրաժարվել են կապ ունենալ։ Եվ սա բնականաբար բացարձակապես Հայաստանի Հանրապետության խնդիրն է եղել։ Եվ շատ ցավալի է, որ մենք այսքան երկար պայքարից հետո, եթե կարելի է այդպես ասել, 1991 թվականից ի վեր ունենալով անկախ պետություն, որը մեծ հնարավորություն է տալիս, որ կարողանանք ամբողջ հայկական ներուժը եթե ոչ համախմբել Հայաստանում, ապա ինչ որ կերպ այն ինստիտուցիոնալ առումով կապել Հայաստանի հետ, մենք այդպես էլ ոչ միայն չարեցինք դա, այլ նաև ինչ որ առումով մսխեցինք ողջ ռեսուրսը։ Իսկ Սուրեն, ինչպես ենք կարող զարգացնել եւ բարձրացնել այդ Հայաստանի ու Սփյուռքի կապը, այսինքն այդ ինչ որ դուք ասում եք, խնդիրը, բայց ինչպես ենք կարող դա լրացնենք։ Եկեք ես քիչ առաջ հենց դրա մասին կրկին խոսեցի, որ առաջին հերթին սրա պետք է ունենալ այդ նպատակը։ Սփյուռքը Հայաստանին կապող ընդհանուր գաղափարը։ Այսօր Հայաստանին եւ Սփյուռքի եւ ընդհանրապես ամբողջ աշխարհում հայերին միմյանց կապող գաղափար, որպես այդպեսին այլևս գոյություն չունի։ Եթե ժամանակին ինչ որ առումով հայոց ցեղասպանության ճանաչման այդ օրակարգն էր մեկը մյուսին կապում, ապա այսօր այդ օրակարգը այլևս չկա։ Գումարած դրան, որ նաև Հայաստանի իշխանությունների կողմից մոռացության է մատնվում ցեղասպանության օրակարգը, ապա ամբողջ հայությանը իրար ինչ որ կերպ կապող միասնական գաղափար այսօր ուղղակի գոյություն չունի։ Եվ եթե չկա այդ գաղափարը, ապա չի կարող լինել նաև այդ ընդհանուր կապը, որը նաև կկարողանա այդ ամուր հենքը ստեղծի համագործակցության Հայաստան-Սփյուռք։ Հետևաբար առաջին խնդիրը այդ գաղափարն է։ Գաղափարից հետո այդ գաղափարի իրականացման մեխանիզմներն են։ Առաջին խնդիրը պետք է լինի գաղափարը։ Իսկ այդ գաղափարը պետք է լինի եւ պետք է սպասարկվի բացառապես պետության կողմից։ Եթե այդ գաղափարի կրողը չի լինում պետությունը, ապա այդ գաղափարը երբեք կենսունակ լինել ուղղակի չի կարող, որովհետև Սփյուռքի հիմքում որպես միավորող օղակ կարող է լինել միայն կենտրոնական իշխանությունը կամ պետությունը։ Պետությունից դուրս որևիցե մեկը չի կարող ուղղակի համախմբել կամ միավորել Սփյուռքը եւ պահել այն որպես կուռ համակարգ եւ իրական Սփյուռք եւ ոչ թե ուղղակի հայ համայնք։
Իսկ ինչ որ ծրագիր ստեղծվել է Հայաստանում Սփյուռքի կողմից, որը ծնվել է հենց Հայաստանում եւ շունչ է ստացել այստեղ եւ մեծացել է։ Այսինքն նկատի ունես, որ նաև դուրս է եկել Հայաստանի սահմաններից դուրս Համարյա։ եւ տարածվել է։ Այդ առումով ունենք հրաշալի օրինակ Թումո, եթե կարելի ասել կրթական նախաձեռնությունը Սեմ Սիմոնյանի կողմից հիմնադրված, որտեղ նաև իդեպ, որի միջոցով իդեպ Հայաստանում մոտ 25000 երեխաներ կարողանում են անվճար ուսումնառություն ստանան Թումոյում։ Իդեպ Թումոն նաև տարածում է այսօր բավականին ակտիվ ամբողջ աշխարհում մեկ։ Գերմանիայում, Փարիզում Թումոյի բացմանը Փարիզի քաղաքապետն է անձամբ ներկա եղել, Գերմանիայում Գերմանիայի կանցլերն է անձամբ ներկա եղել։ Եվ սա կարելի ասել կրթական կոմպոնենտի արտահանման բավականին լավ եւ նույնիսկ աննախադեպ օրինակ է, եւ սա շատ կարեւոր փորձ է մեզ համար։ Շատ կարեւոր է նաեւ խոսել ապագայում ակնկալվող ծրագրերի մասին, աննախադեպ մասշտաբների մասին է խոսքը, որը պետք է որ իրականացվի Նուբար Աֆեյանի եւ Nvidia-ի փոխնախագահ Ռեֆ Լեպարիտյանի աջակցությամբ, այն է տարածաշրջանում պետք է հիմնվի տեղեկատվական մեգակենտրոն կամ տեղեկատվության մշակման մեգակենտրոն, որը աննախադեպ է լինելու ոչ միայն տարածաշրջանի հարավային Կովկասի, այլ նաև Թուրքիայի համար։ Նախատեսվում է մոտ $500 միլիոն ներդրում եւ բացի ներդրում այստեղ պետք է հասկանալ, որ ինչ հսկայական գիտական ներուժ կարող է կենտրոնանալ Հայաստանում, որը հսկայական հնարավորություն եւ ամբողջությամբ այլ մակարդակի կարող է բարձրացնել եւ գիտական պոտենցիալը եւ ընդհանրապես տեղեկատվական տեխնոլոգիաները։ Սուրեն, իսկ երբ է նախատեսվում սկսել այս ծրագիրը։ Նախնական տվյալների համաձայն պետք է որ մեկնարկը տրվի 2026 թվականի տարեվերջին, սակայն դրանք դեռևս հաստատված տեղեկատվություններ չեն, հույս ունենանք, որ այն կյանքի կկոչվի։ Այս ամենի մասին մենք այսօր խոսեցինք այն պատճառով, որ մենք շատ ավելի լավ պատկերացնենք Սփյուռքի ներգրավվածությունը մեր հայաստանյան կյանքում, ինչ որ չափով նաև պատկերացնենք Սփյուռքի ներուժ եւ կարեւորությունը, եւ ամենակարևորը գնահատենք այս ամենը եւ կարողանանք այն օր-օրի շատ ավելի զարգացնենք եւ կապերը ամրապնդենք, որը միաժամանակ եւ կենսական նշանակություն ունի Հայաստանի համար, միևնույն ժամանակ Սփյուռքի։ Շնորհակալություն Սուրեն։ Հետագայում ավելի մանրամասն կանդրադառնանք այս կարևոր թեմային։